Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մի լավ, այսպես միջոցառման արդյունք պիտի ամփոփենք եւ այդ ընթացքում նաեւ պատրաստենք ուտեստ, որը այդ միջոցառման անկախների մասն է եղել։ Իմ հյուրն է այսօր Տուֆենկյան հյուրանոցային համալիրների Ծափաթաղի մասնաճյուղի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Հրաչ Թորոսյանը։ Ողջույն Հրաչ։ Բարև ձեզ, պարոն Մամուլյան։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ ժամանակ գտնվեց ու ներկա եղար այստեղ։ Ես ուզում եմ ներկայացնել մեր հեռուստադիտողներին, որ բարեկամներ պատրաստելու ենք այն ուտեստը, որը վերջերս Աբովյան քաղաքում անցկացված ձկան առաջին փառատոնին շահել է համի լավագույն համ անվանակարգում առաջին տեղ եւ այսպիսի մի հսկայական ոսկե մեդալով է պարգևատրվել։ Նախ ուզում եմ շնորհավորել եւ նաեւ շնորհակալություն հայտնել Հրաչ, որ մասնակցություն ունեցաք եւ շնորհավորում եմ, որ երևի խոհանոցի հետ կապված բոլոր մրցույթների ամենահիմնական անվանակարգը դա համի անվանակարգն է։ Վերջեվերջո բովանդակությունը խոհարար մասնագիտության դա համերի, այսպես համադրումն է, չէ՞։ Անպայման։ Տեսքը, բանը, ձևը, դրանք ձևական բաներ են, բայց բովանդակությունը անպայման։ Եվ ինչ են պատրաստելու, թող մեր հեռուստադիտողներն էլ իմանան։ Եվ այսօր պատրաստելու ենք իշխան, ես անվանել եմ փառավոր իշխան, ինչի համար, որովհետև այո, մեր իշխանը նախ Սևանի իշխանը յուրահատուկ տեղ զբաղեցնում ամբողջ աշխարհում, նախ իր համով, իր տեսքով, ու ես իրան անվանել եմ փառավոր իշխան, որովհետև շատ յուրահատուկ համ ունի եւ տեսք ունի մեր իշխանը։ Եվ ինչ ենք անել այս իշխանին փառավոր կերպով։ Իշխանը, քանի որ ասեմ մեր հեռուստադիտողներին ժամանակատարա իր Եվ ինչ ոսկորները հեռացնել, գործողությունը բացատրել։ Ես նախորոք հեռացրել եմ մեջքի մասից ամբողջ ոսկորները։ Այսպես ցույց տանք, մեջքի մասից հեռացված է ողնաշարը եւ կողոսկրերը, բարեկամներ, բայց ներքի, այսպես փորատակին ձեռք չենք տվել։ Իրան բացում ենք մեջքի մասից։ Այո։ Համեմում ենք աղ, կարմիր պղպեղ եւ ձեթ։ Բասերը։ Սերը այդ ընթացքում դնում ենք իրա մեջ։ Մեջքի մասից։ Մեջքի մասից ներս։ Լավ։ Ես համեմ եմ աղով կարմիր պղպեղով։ Մեր հեռուստադիտողներն արդեն տեսան անցած մեր փառատոնը, ձկան փառատոնը լավ լուսաբանվեց եւ նաեւ մեր հաղորդմամբ լուսաբանվեց, բարեկամներ Երկու կողմից համեմում ենք աղ պղպեղով։ Այո։ Նույնը պատրաստում ենք ներսի կողմից։ Ներսից, դրսից եւ ձեթը ձիթապտղի։ Եվ ձիթապտղի ձեթ։ Այո։ Հրաչ, այս ձևը ավելի շատ ես տեսել եմ, որ կիրառվում է մեր արևմտահայոց խոհանոցի, այսպես ժամանակ։ Ավելի շատ արևմտահայերն են այսպես օգտագործել, թե մենք էլ ունենք այստեղ։ Չէ, մենք էլ ունենք։ Հա։ Այդ մեր մոտից է եկե, սա ես ցույց կտամ ինքը ինչի է կոչվում փառավոր։ Իր տեսքի շնորհիվ Փառահեղ, ձուկը փառավոր կերպով պատրաստված փառահեղ մարդկանց կողմից։ Ահա, համեմեցինք աղ պղպեղով։ Խնդրեմ պարոն Մամուլյանին ինձ տրամադրի տապակը, որպեսզի տեղադրեմ տապակի մեջ։ Այս դիրքի համար ինքը կոչվում է փառավոր։ Գոնե կարողանում ենք ձկանը, չէ, փառքի տիրած արժանացնել։ Հուսով եմ, որ մեր բոլոր արժանի մարդիկ նույնպես փառքի կարժանացնենք եւ դա ամենակարևոր հանգամանքն է։ Ուղարկեցինք ջերոցում այս փառավոր ձուկը կզվարճանա 15-ից 10-15 րոպե եւ հետագա աշխատանքներն արդեն միասին կիրականացնենք։ Սպասենք այդ 10-15 րոպե։
Հարգելի հեռուստադիտողներ, մինչ ձուկը կզվարճանա, ինչպես ասում ենք, ջեռոցում, մենք պիտի խավարտ պատրաստենք։ Խավարտ պատրաստենք, անպայման։ Պիտի պատրաստենք որպես խավարտ։ Այստեղ տեսնում Որպես խավարտ պատրաստում ենք նախապես խաշված բրինձ, սպանաղ, թեթև շոգե խաշված եւ բլղուր մանր։ Ինչ ենք անում։ Թավայի մեջ ավելացնում ենք ձեթ, եթե կարելի է, պարոն Մամուլյան, ես ծիտապտղի, այո։ Ես այդ ընթացքում կտրատում եմ սոխ, Այո։ կիսալուսին, Սոխառած պիտի պատրաստենք։ սոխորած անպայման։ Ես կտրատել եմ սոխը, խնդրեմ տեղափոխել տապակի մեջ, որպեսզի տապակվի։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ ոսկե շերեփ մրցանակաբաշխության առաջին մրցույթի հաղթողն է նաև Հրաչը։ Այդ մրցույթը մենք իրականացնում ենք 2 տարին մեկ։ Այս տարի եթե տարին է եւ եթե դու մասնակցես եւ Աստված մի արասը չհաղթես, դու պիտի պարգևատրես հաղթողին։ Այնպես որ պատրաստիր։ Ինչ ենք անում։ Ես հուսով եմ մասնակցելու եւ ուզում ես հաղթես նորից իհարկե, կարծեմ պատրաստ աներ։ Մեսսին քանի անգամ է շահել ոսկե գնդակը։ 4 անգամ, 4 անգամ։ Իսկ դու դեռ մի անգամ ոսկե շահել։ Դեռ մի անգամ ես։ Երկրորդին էլ եմ պատրաստվում շահել։ Պատրաստ ա մեր սոխարածը։ Ինչ պետք է անենք հիմա։ Ավելացնում ենք թույլ շոգե խաշված սպանախը։ Այո։ Ավելացնում ենք աղ, սերտղտեղ, թողնում ենք ինքը տապակվի մի փոքր, մի 5 րոպե, տապակվելուց հետո ավելացնելու ենք բրինձը և մանր բլղուրը։ Ես կարծում եմ շատ տապակել հարկավոր չի։ Բրինձ ավելացնենք, բավական է բրինձը, թե բոլորը։ Բավական է։ Մեկ շերտ բրինձ և մեկ շերտ բլղուր։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա մի թեթև տապակվելուց հետո ընդհանուր խառնում ենք բլղուրը, բրինձը, սպանախը, սոխը, որպեսզի Մածունը չեմ պատկերացնում ինչը, մածունը հետն ենք մատուցելու, թե՞։ Չէ, մածունը մենք պատրաստելու ենք, հեսա ես մածուն սխտորով պիտի մատուցենք։ Մածուն սխտորով, այո, անպայման։ Ես մանրացրեցի սխտորը։ Այո։ Ավելացնում ենք մածունին, սխտորը։ Տակը իջեցնենք, չէ։ Տակը իջեցնենք, այո, պատրաստ է մեր կերակուրը։ Ես նաև կտրատում եմ թարմ նանա, որ ավելացնենք մածունին և սխտորին։ Մածուն, սխտոր, նանա, սեր և հոգու ջերմություն, ահա և հավելյալ սոուսի բաղադրությունը։ Այո։ Զգուշությամբ խառնում ենք, որպեսզի ինքը սերը չճնշվի մեջի։ Անպայման։ Եվ սպասենք այն 5-6 րոպեն, որից հետո պիտի արդեն ձկան հետ այս խավարտը մատուցենք բարեկամներ։ Հարգելի հեռուստադիտողներ, անցավ այս 10-15 րոպեն եւ ձուկը արդեն ներկայացավ մեզ իր ամբողջ շուկով։ Ինչ ենք անելու։ Ձուկը տեղափոխում ենք ափսեի մեջ։ Զգուշությամբ, որպեսզի չկորցնի իր տեսքը։ Այո, այո։ Տեղափոխելուց հետո ձուկը ավելացնում ենք խավարտը։ Այո, խնդրեմ։ Մինչ Հրաչը կավելացնի խավարտը, հարգելի հեռուստադիտողներ, թույլ տվեք նորից
հիշեցնենք, թե ինչ արեցինք մենք այսօր։ Ձուկը մեջքի մասից բացեցինք, բայց փորը մնաց տեղում, այսինքն շրջեցինք եւ ջեռոցում 15 րոպե թխեցինք, բնականաբար համեմելուց հետո աղբղպեղ, առանձին խավարդ պատրաստեցինք, սող տապակեցինք ձիթայուղի մեջ, այնուհետև սպանախ թեթև շոկեհարված, բրինձ նախորոք խաշված եւ բլղուր։ Այս հիանալի խավարտը պատրաստվեց եւ հիմա պիտի արդեն տեղադրենք մեր ավանդական սոուսով սխտոր, մածուն, նանա եւ սեր։ Այո։ Ավելացնում ենք սոուսը մի մասի վրա։ Որպեսզի կարողանան եւ այն կողմից օգտվել եւ այս կողմից։ Այսինքն կարող է մարդը լրիվ չուզենա այդ սոուսի մեջ։ Այո։ Շատ լավ, եւ այս հիանալի ուտեստը ինչպես անվանել էր Փառավոր իշխան։ Փառավոր իշխան Հրաչը պատրաստ է արդեն։ Կարծում եմ մի լավ հետաքրքիր օր ունեցանք։ Շնորհակալություն Հրաչ, ապրես դու։ Ես միշտ ուրախ եմ, որ մենք համագործակցում ենք, ես միշտ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ քեզ, որտեղ քո աչքերից արդեն այնպեսի կրակ է այդպես ցոլքում, որ մեր խոհանոցը հենց քո նման մարդկանց կարիք ունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հերթատողներ, այսօր համար պատրաստել ենք այսքանը։ Մեր բոլոր աշխատանքները, մեր գործունեությունը միտված է միայն մեկ բանի, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, որ հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Փառավոր իշխան։ Իշխան ձուկ 1 հատ, աղ, սև բիբար, բրինձ 150 գրամ եփած վիճակում, թարմ սպանաղ 100 գրամ, գլուխ սող 30 գրամ, զեյթունի ձետ 50 գրամ։ Սոուս մածուն 150 գրամ, սխտոր 30 գրամ, թարմ անանուխ 10 գրամ, բարի ախորժակ։